Ես բնավ դառնացած չեմ աշխարհից եւ բացարձակապես սով չեմ զգում, այնպես որ ոչ սոված եմ, ոչ դառնացած, այլ լիազորված հայ ժողովրդի գերագշիլ մեծամասնության զորակցությամբ եւ վստահությամբ։ Թող դա շատ հստակ հնչի, որպես իմ նախաբան խոսք, այդպես էլ գա։ Ես ցավում եմ, որ բարոն Սարգսյանին թվում է, թե վիշտ եմ պատճառել, որը ինքը հարմար նկատել է ծաղրել իմ բարևը, իմ ժպիտը և ավելի վատ ծաղրել ժողովրդի քվեն։ Արդեն մտնելով թվապանական վերլուծությունների մեջ, թե քանի հոգի գա կանգնած հրապարակում, ինքն ասում է 3000, միթե, ես ևս ունեմ տեսողության խնդիրներ, երկուսս ունենք, բայց կարծում եմ, որ չարժի այդքան իջնել 3000-ների մեջ։ Հինգ տարի առաջ ընդդիմադիր հիմնական թեկնածուն 30,000-ից շատ ավելի ուներ։ Եվ մենք այս հրապարակում 3000-ից բազմաթիվ անգամներ շատ մարդ ենք հավաքում, թեև ես ի սկզբանե ասել եմ, որ մեր չափանիշը թե քանակն է, թե որակն է։ Հիմա բարոն Սարգսյանը ինչ է ասում դրանով, որ եթե մենք հավաքենք 100,000 հոգի, ինքը նեղություն կքաշի և գնա բանակցությունների կամ կգա այցելության, ինքը ուզում է, որ մենք փաստենք իրեն, թե հրապարակում կարող ենք հավաքել 100,000 մարդ, որ ինքը դպավորվի դրանով, սա է իր ասածը։ Հուսով եմ, որ ոչ։ Որովհետև, ինչպես ասել եմ բազմաթիվ անգամներ, հայ ժողովրդի հաղթանակը պաշարել է Բաղրամյան 26-ը և բարոն Սարգսյանին, պաշարվել են։ Մենք անպայման չէ, որ հրապարակում պիտի փաստենք մեր մեծաքանակ հաղթանակը։ Մենք ամեն տեղ ենք։ Մենք փողոցներում սպոսնելիս, ավտոբուս նստելիս, համերգ վայելելիս, շրջաններում լինելով, համալսարաններում, ամեն ուր է հաղթանակը։ Եվ իսկապես հաղթանակի անկասելիությունը դրանում է, որ սա արդեն, ինչպես ասացի, թե նախընտրական, թե հետընտրական շրջան, սա ռաֆու հարցը չի այլևս։ Եվ ահա այստեղ է, որ պետք է դուրս գա նաև բարոն Սարգսյանը հին չափանիշներից 3000, 30,000, քանի դոգոս, ինչ-որ դոգոսային վերլուծությունների մեջ է մտել, մի քիչ տարօրինակ է։ Հաստատ մի բան կարող եմ ասել, եթե ինքը կարծում է, որ 30,000-ը դպավորիչ է, ինչը որ վերակրում է Հայաստանի առաջին նախագահին, որը շատ ավելի էր, քան դա 5 տարի առաջ, ուրեմն ինքը թող սպասի այդ ավելի։ Թող սպասի այդ ավելի։ Բայց դա միակ գրավականը չէ։ Այդ գրավականը մեր ժողովուրդը արդեն կյանքի կոչեց փետրվար 18-ին։ Բայց դա դեռ բավական չէ։ Ինձ վերակրում է հարկելի բարոն Սարգսյանը ամբարգեշտ բարեր, հայոյանքներ, միթե։ Ամբարգեշտությունը, հայոյանքը, դա փետրվար 18-ին ժողովրդի այս անգամ փառք ասու, ոչ թե արյան վրա, այլ ձայնի կողության, սդի, գեղձիքի, համատարած խախտումների բերմամբ սեփական
հաղթանակը տոնելն է շամպանով, թե առանց շամպանի կարևոր չի։ Դա է անպարգեշտությունը։ Դա է հայոյանքը սեփական ժողովրդի։ Ես հիմա պիտի մեկ առ մեկ չվերհանեմ այդ բոլոր կատեգորիաները ընտրախախտումներին, որոնք միայն յուրաքանչյուրի հաստատմամբ բավական էին չեղյալ համարել այս ընտրությունները կամ նվազագույնը ժողովրդի հաղթանակը հարգել կամ դրանից նվազագույն երկրորդ տուր հռչակել։ Ես գիտեմ, որ սա կրկնություն է, բայց ուզում եմ ասել, որտեղ հետո պիտի խորանամ այս վերջի շրջանի կենսակրության մեջ, ես հույսում եմ, որ մի փոքր ինձ հետ համբերատար կլնեք, ուզեմ, որ քանի որ բաց դիրույթում է եւ դրա համար շնորհակալ եմ պարոն Սարգսյանին, որ ինքը բացեց իր պահանջած խորհրդաբանական ճանապարհը ինքն իսկ բացեց, ես կարծում եմ, որ շատ ավելի առողջարար լինելու մեր ապագայի համար։ Միայն այն փաստը, որ իր քարոզչանյութը դեպի ապահով Հայաստան իր լուսանկարով գտնվում էր հազարավոր պետական շենքերի վրա, հիվանդանոցներ, դուրսը, ներսը բազմաթիվ հարկեր, համալսարաններ, գյուղապետեր, դուրսը, ներսը բազմաթիվ հարկեր, մշակութային պալատներ եւ այլն, այդ փաստը ինքնին, որ մենք ապացուցել ենք, ոչ միայն բավարար է, հրամայաբար պետք է բերի այս ընտրությունների կեղծման գնահատականին։ Որևէ այլ ժողովրդավարական երկրում, Մարտենզի երկրում կամ ցանկացած այլ զարգացած պետությունում այդ փաստը ինքը կնշանակեր ապօրինի ընտրություններ։ Առանցին վերցրած, ել չենք խոսում բռնությունների, բազմագի քվեարկությունների փաստարկված, չենք խոսում այդ հրամանատարների մասին, ովքեր իրենց զինվորներին բերեցին բաց քվեարկության եւ մնացած բոլոր իրական խախտումները, որի մասին գիտեն բոլորը, այդ թվում նաեւ ինքը, եւ որի ապացույցները ունենք մենք բոլորս։ Այնպես որ ես խնդրում եմ չխոսել վերևից, օրենքից, ժողովրդից։ Դուք գիտեք, պարոն Սարգսյան, որ ես ժողովրդի անունից չեմ խոսում, ես ասում եմ, ժողովուրդը խոսել է, իսկ ես ժողովրդից մեկն եմ, չխեղեք, չխեղաթյուրեք իմ խոսքը։ Եվ որպեսզի մենք այլևս չապրենք փչացած հեռախոսի, խեղաթյուրված հանրային զեկուցումների փորձանուտում, ողջունում եմ եւ շատ ուրախ եմ, որ մենք հիմա գտնվում ենք հրապարակային բաց թափանցիկ շրջափուլում։ Եվ ես սրտանց առանց հենգտանքի շնորհակալ եմ, որ մենք գտնվում ենք հիմա արդեն բաց հասարակությունում։ Եվ թե ինքը, թե ես հաշվետու ենք մեր խոսքերի համար։ Եվ ակնկալում եմ, որ եթե երբևէ լինի որևէ գործընթաց, որպեսզի մեր երկիրը դուրս բերվի դեպի համերաշխ ափեր սահմանադրության տակ, այդ ամեն ինչը լինելու է հայ ժողովրդի աչքի առաջ, որ ոչ մեկի հետո մյուսի խոսքը չխեղաթյուրի։ Հիմա ըստ ընտրությունների, գեղձված ընտրություններից մի քանի օր անց դուք գիտեք, որ ես իմ ոտքով գնացի եւ հանդիպեցի պարոն Սարգսյանին։ Սուտ է այդ նախադասությունը, որ ես ասել եմ, որ ես չեմ հաղթել։ Ես ասել եմ հետևյալը։ Ասել եմ, որ գեղձված են ընտրությունները, համադարած գեղձիկ եղել է, պարոն Սարգսյան,
եւ ամենալավ դուք գիտեք դրա մասին։ Ձեր տվաբանությունը իրականության չի համապատասխանում եւ դրա համար առաջարկում եմ, որ դուք բացեք ձեր լիազորություններով բոլոր ընտրատուփերը 1900 եւ ավելի ընտրատեղամասերում եւ տեսնենք լցոնումներով հանդերձ որն է իրական արդյունքը։ Բայց որովհետեւ այս զրույցը լինի հարկանքի, փոխադարձ հարկանքի եւ ոչ թե հրեդորաբանության շրջանակներում, վերանանք 59%-ից եւ այդ մյուս 8%-ից։ Դուք ժամանակից շուտ ընդունեցիք շնորհավորանք եւ տվեցիք շնորհավորանքը, չգիտեմ շամպայն խմեցիք թե չէ, ինքը ինձ ուղեց, որ ինքը շամպայն չի խմել այս անգամ, ընդունեցի սխալը պես է։ Ես էլ ասացի, միգուցե իմն է չափազանցություն է, որ ես ասացի 80%-ով հաղթեցի, դա ձեր շամպայնի կամ չշամպայնի պատասխաններ։ Բայց այս զրույցի համար ենթադրենք, որ մենք յուրաքանչյուրս ներկայացնում ենք մեր միասնական, մեր մեկ ժողովրդի զգալի հատվածներ եւ ինչպես պիտի լուծում տանք այս հարցերին։ Ընտրատուփերի բացման միջոցով, իհարկե ընտրախախների, մարզպետների, շտաբի պետերից մինչև ցանկացած պաշտոնյա իրենց պատժման միջոցով։ Առաջի առաջարկը այն էր, որ նշանակենք երկրորդ տուր։ Երկուսով դեմ առ դեմ, տղամարդ առ տղամարդ, թեթ դանենք բանավեճը հրապարակ, հեռուստատեսություն, հարկանքով, քաղաքական նոր մշակույթով, բանավիճենք արտաքին եւ ներքին քաղաքականությամբ եւ թող ոչ մեկս, ոչ ես, ոչ դուք իրեն չվերակրի վերջնական ճշմարտությունը։ Հայաստանի առողջացման, իրավականության եւ սահմանադրական դե յուրե նախագահության համար գնանք երկրորդ տուր։ Արդեն գիտեք, մերժեց։ Առաջարկեցի հետո այն դարբերակը, որը թույլ կտար իրեն մնալ որպես դե ֆակտո նախագահ։ Եվ առաջարկեցի, որ համապատասխան օրենսդրական փոփոխություններից հետո ամբողջովին համամասնական ընտրակարգով գնում ենք այս տարի խորհրդարանական արտահերթ ընտրությունների, որպեսզի հասարակության այս պատկերը, այս իրականությունը, այս առարգա օբյեկտիվ գոյավիճակը արդացոլվի համապետական լուծմամբ։ Եվ մի ասեք, որ անհնար է, այո, 2-3 պատճառներ կան սահմանադրության, ես էլ գիտեմ, բայց դուք գիտեք, բոլորդ գիտեք եւ նա հատկապես, որ որտեղ կա քաղաքական կամք կերտելու իրավական համապետական լուծում, բերելու հասարակությանը համերաշխ ապագայի, եթե կա այդ կամքը նաև լուծումը կա։ Մերժեց։ Սխալ էր նաև այդ նախադասությունը, որ իր առաջարկած երեք ճանապարհների մեջ երրորդը քննարկվել է։ Երրորդը սխալ է։ Ոչ ինքը, ոչ ես երբեք չենք քննարկել իմ մասնակցությունը իշխանության գազմում կառավարական որևէ աշխատանքում։ Հենց ինքն էր, որ համաձայնվեց, որ այո, դա սխալ է։ Դա եւս չէր համապատասխանում իրականության։ Դրա ավարտին
Ես իրեն ասացի, որ դուք մերժեցիք իմ առաջարկները, հարգում եմ ձեր մերժումը, համարում եմ, որ անհիմն է ձեր մերժումը, բայց դա ձեր որոշումն է իհարկե։ Ուրեմն ներկայությամբ սեղանի վրա օրակարգում ոչ մի բան չկա եւ ես պարտավոր եմ եւ ձեզ եւս հիմա ասում եմ, որ ես պարտավոր եմ ներկայացնել մեր ժողովրդին թե հրապարակում, թե Հայաստանի Հանրապետության մեկ այդ առաջարկները, որ ես արեցի, ես որպես այն տեխնացուն, ով ժողովրդի հետ իր վրա գրեց սուտը, գեղձիկը, վախը եւ հագասամանադրական բադիժի երթագա վերաբերմունքը ես պարտավոր եմ այս առաջարկները եւ դրանց մերժումը ներկայացնել մեր ժողովրդին։ Ինքը դա հասկացավ եւ երբևէ չի եղել մի դեպք, որ ես դիմեմ որևէ մեկին եւ ասեմ, որ պետք չէ որևէ բան ասել։ Դուք հիշում եք, որ ես պահանջում էի բաց հանդիպում եւ հետո այդ իմ բաց հանդիպումը մոնտաժով դարձրեցին, որ ես էի փակ հանդիպում խնդրողը։ Նույնպես այս անգամ սխալ էր, նման բան չի եղել։ Ես պարտավոր եմ դա ներկայացնել մեր ժողովրդին։ Եվ վերջում այդ հանդիպման ավարտին չկար որևէ մեկ պայմանավորվածություն, որ մեկս մյուսին փաստաթուղթ պիտի ուղարկեր, մի քիչ հետո փաստաթղթի մասին կխոսեմ։ Չէր եղել որևէ պայմանավորվածություն, որ մեկս մյուսին փաստաթուղթ պիտի ուղարկեր, այլ այն, որ ես հայտարարեցի, որ ներկայությամբ իմ առաջարկները սպառվել են, մերժվել են եւ այլևս ուժի մեջ չեն, անգամ այդ առաջարկները ուժի մեջ չեն եւ սպասում եմ ձեր առաջարկին, եթե դուք երբևէ ունենաք։ Վերադարձա հրապարակ, հրավիրեցի հրապարակ, պարոն Սարգսյանը նպատակահարմար չգտավ եւ հետո ես կրկին անգամ մարտի 10-ից մի քանի օր առաջ եւ բազմաթիվ անգամներ ասացի, որ ես պատրաստ եմ գնալ արդեն ժողովրդին պատկանող նրա գրասենյակը կամ ցանկացած այլ pedagogan գրասենյակ այս քննությունը, քննարկումը շարունակելու համար։ Նման հրավեր չեղավ եւ դուք գիտեք, որ արդեն մարտի 10-ին ժամը 5-ին այստեղ էի, որից հետո արդեն պարոն Սարգսյանի օգնականը կամ աշխատակազմի ղեկավարը զանգեց մեզ, Արմեն Մարտիրոսյանի հետ խոսեց եւ ասաց, որ վաղը հրավիրում ենք նախագահի նստավայր։ Արդեն ես այստեղ էի, Ազատության հրապարակում եւ մի քիչ ուշացել եմ։ Դրանից հետո բացվեց ոչ միայն այս վճռորոշ պայքարի վերջնական փուլը, այս սդաթուլի, գեղձիկաթուլի, ինչ էլ ուզում եք կոչել, առաջին շաբաթը, բայց այդ առաջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցան մի քանի միջնորդավորված մոտեցումներ դեպի ինձ, քննարկելու համար, թե ինչպես կարող ենք հանդիպել Ազատության հրապարակում, կամ արդյոք հնարավոր է, որ ես դուրս կամ Ազատության հրապարակից։ Ես բացառեցի, ես դուրս չեմ գալու, մինչև համապատասխան իմ հայտարարությունը Ազատության հրապարակից։ Իրենք այդ միջնորդները շատ բարեկամ, սրտացավ մարդիկ, պաշտոնյա եւ ոչ, ուզում էին լուծում գտնել, հանդիպում կազմակերպել։ Ես առաջարկեցի, որ դիտարկելով մեր Ազատության հրապարակը ամենանախնդրելին բաց հանդիպումներ ժողովրդի առջև, լրագրողների առջև եւ քննարկենք թափանցիկ բաց եւ
մի քանի շաբաթ ուշացումով արդեն հասանք այս փուլին։ Իհարկե առանցին, գուցե ստացվի միասին, դա շատ լավ կլինի Հայաստանի համար։ Բայց եթե պարոն Սարգսյանը ուզում է պահել սա խորհրդապահության շրջանակներում, որը ինքը արդեն փոխեց երեք, եւ ես գտնում եմ ողջունում եմ դա, ուրեմն կարելի է մի քանի ստեղծագործական այսպես թրիչքներ կատարել։ Ես այստեղից նստած այս օպերայի շենքի երկրորդ հարկն եմ նայում միշտ, այդտեղ օթյակներ կան, մեր ժողովրդի տունն է, անպայման չէ որ նախագահական օթյակ պիտի նստենք միասին, կարող ենք ուրիշ տեղ, եթե դուք ուզում եք առանցին առաջարկեցի, որ դա տարբերակ է, հետո ոնց որ իռլանդական խաղաղության գործընթացի ժամանակ, թեև հանգամանքները խիստ տարբեր են, ասացի, որ ինչ գեղեցիկ նոր այս քաղաքական նոր մշակույթի, փոխադարձ հարկանքի, այդ մեր սիրո, բարևի, հայրենիքի պայքարի շրջանակներում, որ մենք հանդիպենք, ասենք, այս շրջարանում, որտեղ ժողովուրդը կտեսնի, որ երկու ախոյանները իրար ձեռք են սեղմում, քաղաքական նոր մշակույթով, հանդուրժողականությամբ, առանցին խոսում են զրուցակիցները, մասնավոր հանդիպում է, բայց ժողովուրդը տեսնում է, թե ինչպես պետք է գերդել ապական։ Ուրեմն այս երեք առաջարկները մի քանի 3-4 օր գնացին եկան եւ հանգուցալ ուզում չգար այս 3-4 կետերին։ Եվ վերջում ես ասացի, որ եթե բարդույթ կա կամ հոգեբանական արգելք, ամեն մեկ ունի իր ներքին խնդիրը, եթե ուզում է պարոն Սարգսյանը գրավոր նաև հաղորդակցվել հետս, փակ ծրարով, որը միայն ես կբացեմ եւ ես կընթերցեմ, դա եւս կարող եք դիտարկել, հետո ես եթե պատասխան կա, ես ինքս կպատասխանեմ այդ նույն ձևով։ Սա այդ առաջարկն էր, վերջին առաջարկը, որը փաստորեն պահեստային տարբերակն է, որտեղ նախընտրելի էր դեմ արդեմ այդ հանդիպումը, որտեղ այդ բոլոր միջնորդները ուզում էին հանդիպում կազմակերպել։ Ուրեմն հանդիպումը չկայացավ, պարոն Սարգսյանը հարմար չնկատեց։ Եվ դուք հիշում եք, որ պարոն Աբրահամյանը մի քանի օր առաջ եկավ ուշ գիշերով այցելեց մտանք վրան։ Չխոսեցինք բովանդակության մասին, թեև իր ասուլիսի ժամանակ բովանդակությունից խոսեց, գնահատական տվեց, ես արդեն դրան անդրադարձել եմ, այլևս պիտի չխորանամ այնտեղ։ Բայց մի հստակ բան իրեն ասացի երեք, այն ժամանակ եւ երեք ասուլիսին, որ ես իր աչքերին նայեցի եւ ասի, որ դուք միջնորդ կամ սուրհանդակ չեք։ Ես ձեզ չեմ ճանաչում որպես միջնորդ կամ սուրհանդակ, շնորհակալ եմ ձեր քաղաքավարական այցի համար, ուրիշները չեն անում, դուք արեցիք, անցած անգամ էլ արեցիք եւ շնորհակալ եմ։ Բայց դրանից անգամ այստեղ դուք դերակատարում չունեք։ Հաջորդ օրը, կարծեմ հաջորդ օրը կամ մարտի 16-ին, կարծեմ 16-17-ին, այդպես Պարոն Աբրահամյանը զանգում է Արմեն Մարտիրոսյանին եւ իրեն տալիս է փակ ծրար Արմեն Մարտիրոսյանին եւ Արմեն Մարտիրոսյանը ինձ բերում է այդ փակ ծրարը։ Այդ փակ ծրարի վրա գրված է ազգային ժողով, ծրարի վրա ազգային ժողով։ Բացում եմ ծրարը, երկու էջանոց փաստաթուղթ է, որը իր բովանդակությամբ ծաղր է իմ կարծիքով ժողովրդի այս զարթոնքին, բայց փաստորեն մարտի 16-ն է։ Այդ փաստաթուղթը գրում է մարտի 5-ի թվականը ազգային ժողովից ուղարկված։ Եվ հուշակիր է, որ պետք է ստորագրվի
Սարգսյանի եւ Հովհաննիսյանի միջև եւ վերաբերում է սահմանադրական ինչ-որ հանձնաժողով խորհուրդ ստեղծելու գաղափարին եւ 2-3 տարի անց ինչ-որ հանրաքվե պատրաստելու խնդրին։ Սա ծաղր է, փշրանք է իր բովանդակությամբ, բայց ավելի կարևոր եւ ավելի հեգնական։ Սա այն դարբերակն է, որ ազգային ժողովում անպաշտոն ոչ պաշտոնական քննարկումների ժամանակ առաջարկվել է Աբրահամյանի կողմից եւ մերժվել մեր ֆրակցիայի ղեկավար Ռուբեն Հակոբյանի կողմից եւ մերժվել։ Ազգային ժողովից ինձ ուղարկում են մի փաստաթուղթ, որը ունի 12 օր վաղեմություն, որը մերժվել է ազգային ժողովի շրջանակներում մեր ֆրակցիայի ղեկավարի կողմից եւ սա ուղարկում է որպես այն փաստաթուղթը, որ հիմա Վարոն Սարգսյանն ասում է մենք պայմանավորվեցինք այն ժամանակ։ Սուտ է։ Ուրեմն ես ոչ թե խաչ քաշեցի, որտեղ խաչը սուրբ է, այլ X դրի երկու էջերի վրա, շրջան գծեցի մարտի 5-ի թվականի շուրջ, շրջան գծեցի ազգային ժողովի հասցեի շուրջ, ծրարի վրա, եւ փակ ծրարով իմ ստորագրությամբ ուղարկեցի պարոն Սարգսյան։ Սա իրենց խնդրած խորհրդապահական խողովակն է, որ երեք իրենք ինքը արդեն ոչ թե խախտեց, այլ ինքը փոխեց կանոնակարգը եւ ես շնորհակալ եմ։ Ես շնորհակալ եմ դրա համար։ Հիմա ինչ վերաբերում է ապակային, քանի որ մենք հիմա գտնվում ենք հանրային բաց դիրույթում եւ եթե ինքը տպավորություն ունի, որ ես իրեն բարդկեմ մի փաստաթուղթ, ուրեմն ուրբաթ օրը ժամը 6-ին մեր հանրահավաքին ես նախ կընթերցեմ այդ բաց փաստաթուղթը, որտեղ այլևս խորհրդապահական վիճակից դուրս ենք եկել եւ դրանից հետո այդ բաց փաստաթուղթը ես կուղարկեմ պարոն Սարգսյանին եւ կանգնալեմ, որ սրանից հետո ինչ լինի մինչեւ ապրիլի 9 կլինի բաց, թափանցիկ եւ ժողովրդի աչքի առաջ, անգամ եթե հանդիպում լինի, պետք է լինի բաց լրագրողների կամ նվազագույնը ուղիղ եթերով։ Շնորհակալություն, եթե հարցեր կան,